Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկել ազգային ժողովի արխիվ։ Կա ժամկետների անհամապատասխանություն եւ զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել։ Այս մասին հայտնել է ազգային ժողովի նախագահի խոսնակը։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունն ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացրել ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարությունը կամ վարչապետի իմպիչմենտի հարցը։ Ազգային ժողովի ընդդիմությանը երկրում ստեղծված անվտանգային հարցերն են ավելի շատ հետաքրքրում։ Հակառակորդը 3 տարի է Հայաստանից տարածքներ է օկուպացրել եւ հետ չի քաշվում։ Սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն էլ ըստ ընդդիմադիր падգամավորի հօգուտ թշնամու են կատարվել։ Հույս կար, որ գոնե հետո տեղի կունենա օկուպացված տարածքների ազատագրում, բայց դա նույնպես տեղի չունեցավ ըստ հանձնաժողովի հայտարարության սահմանագծումը սկսելու է Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից ու իջնելու է դեպի հարավ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն մեր սուվերեն տարածքների ազատագրումը փաստացի ոնց որ թե կառավարության գործողությունների մեջ առաջնահերթություն չի։ Իշխող ուժի ներկայացուցիչներն էլ Արցվաշենի օրինակն են բերում, թե ինչու ընդդիմությունն իր հայտարարության մեջ չի ներառել Արցվաշենի խնդիրը։ Ինչպես է վերաբերվում Արցվաշենին, չէ՞ որ հենց առաջին պատերազմից հետո այն գտնվում է Ադրբեջանում, ինչու այստեղ նշված չի Արցվաշենի մասին։ Ձեր վերաբերմունքը այս մասին, այդ դեպքում ձեր կողմից մատնանշված տարածքային ամբողջականության խաթարում չի։ Եվս մեկ անգամ նշում եմ, որ եթե մենք խոսենք զուտ տերմինաբանության տեսանկյունից, այո, դուք ճիշտ եք։ Բայց այս համատեքստը վերաբերվում էր 44-օրյա պատերազմից հետո ձեր իշխանությունների անվտանգային բացթողումների հետևանքով տեղի ունեցած մեր ինքնիշխան տարածքների օկուպացիաների մասին։ Իշխանական падգամավորները զարմացած են, ընդդիմադիրները հայտարարությունը վերնագրել են ազգային ճգնաժամ եւ կառավարման ձախողում։ Իշխանականը հարց է տալիս, որ ազգային ճգնաժամի մասին է խոսքը ու կրկնում իրենց առաջնորդի գրեթե նույնաբովանդակ խոսքերը։ Իշխանափոխությունը կամ իշխանության հերացում, այդ թվում նաեւ հանրային ճնշման միջոցով, որի անունը Նիկոլ Փաշինյանը դրել էր հեղափոխություն եւ ասում էր, բան չի հեղափոխություն չեն անում։ Իրականում հենց ժողովուրդը հավաքվում է, ձեր ամբողջ ուժային կառույցները բերետներից սկսած ավարտված ամենատարբեր ուժայիններով ջարդում են ժողովրդին։ Կսպասենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ կտեսնենք, թե ովքեր այսպես ասած կգրավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու սիրտը։ Իշխող խմբակցության падգամավորները ընդդիմության խորհրդարան բերած հայտարարությունը անվստահության քվեարկությունը վաղաժամ են համարում։ ԿՊԱ-ական մեկ այլ падգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ առաջարկեց այն անվանել ընդդիմության ճգնաժամի եւ ընդդիմադիր գործունեության ձախողման մասին հայտարարություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին, այն ստացավ բացասական եզրակացություն։ Արտոնություններ չեն ունենա այն կառուցապատողները, ովքեր պատշաճ չեն կահավորի շինհրապարակները, օրինակ պաշտպանիչ փոշեկլանիչ ցանցեր, օդի որակի չափիչ սարքերը չեն տեղադրի գործակարգավարական նիստի ընթացքում այս մասին ասեց Երևանի քաղաքապետն ու հավելեց. արձանագրությունները ուղղակիորեն կազդեն արտոնությունների վրա ու ֆինանսապես կազդեն կառուցապատողների վրա։ Ձեր չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա։ Ավինյանն ասում է, տուգանքի չափն էլ է քիչ, 70,000 դրամ է այն դեպքում, երբ կառուցապատողը չի օգտագործում պաշտպանիչ կանաչ կլանիչ ցանցերը, միլիոնավոր դրամների վնաս կկրի։ Շատ կառուցապատողներ հաճախ մտածում են, ինչու միլիոնավոր դրամներ օգտագործել պաշտպանիչ ցանցերի համար, եթե կարելի է տուգանվել ու վճարել 70,000 դրամ։ Նիստի ընթացքում քննարկվեց նաև օդի որակի չափիչ սարքերից ստացած միավորները, ավագանու որոշման համաձայն շինհրապարակներում տեղադրված օդի որակի մոնիթորինգի 172 սարքերից օգոստոսի համար ստացվել են հետևյալ տվյալները։ 65 եղել է արժեքը PM2.5-ի համար եւ PM10-ի համար այն կազմել է 15 եւ երկուսն էլ գտնվում են լավ կամ չափավոր միջակայքերում։ Միևնույն ժամանակ 24 թվականի օգոստոսին տեղադրված են եղել 97 կայաններ, համապատասխանաբար 56 եւ 15 արժեքներն են եղել PM2.5-ի։ Արձանագրենք հետեւյալը, անկախ այն լուրերին, որ Երևան քաղաքում
այս ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, դա ուղղակի իրականությանը չի համապատասխանում եւ սա ապացուցում են այն բոլոր սարքերը, այն բոլոր 166 սարքերը, որոնք որ տեղադրված են Երևան քաղաքում։ Քաղաքապետն ասում է, սա օդի որակի նվազագույն աղտոտվածության ցուցանիշն է, օգոստոս ու սեպտեմբեր ամսին գերազանց վիճակում է եղել, այնինչ շինարարությունը իր խնդիրները բերում է, սակայն դեկտեմբերին այնպիսի որոշում է ընդունվելու, որ կառուցապատողները կպատժվեն հենց այն պահին, երբ գան շինթույլտվության երկարաձգման։ Կենսաբանական գիտությունների թեկնածու ավականու անդամը վստահեցնում է, այսօրվա գործակարգավարականում ներկայացված տվյալները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության կենտրոնը մի քանի ամիս է օդի աղտոտված որակի մասին տվյալներ է տալիս, նշելով, որ կենտրոն, Շենգավիթ, Նոր-Նորք ու Արաբկիր վարչական շրջաններում օդը աղտոտված է։ Վերջին շրջանում նաև միջազգային կառույցներն էին ասել, որ Երևանը տարածաշրջանում ամենաաղտոտված օդով քաղաքն է։ Ազոտի երկօքսիդով չկար աղտոտվածություն, հիմա դա էլ կա մեքենաների շարժիչներից։ Ամենազավեշ տալին, որ քաղաքապետարանի դատչիկները տեղադրված են շին հրապարակներում, այսինքն այնտեղ պետք է լինի ավելի վատ ցուցանիշներ, քան թե այն ցուցանիշները, որը տալիս է շրջակա միջավայրի նախարարությունը։ Դրա համար լրիվ տարօրինակ ու անհասկանալի քաղաքապետարանի այդ առողջ կանաչ քաղաքը որտեղից է։ Մասնագետներն անգամ մահազանգում են այն օրերին, երբ օդն ավելի աղտոտված է, պետք է անպայման կրել դիմակներ։ Հարկավոր է նաև խուսափել բաց տարածքում հեծանվային սպորտով կամ այլ ֆիզիկական վարժությամբ զբաղվելուց։ Պետք է քիչ լինել փողոցներում եւ պատուհանները փակ պահել։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանը վերանայում է այն մեգա նախագծերը, որտեղ ընդգրկված է նաեւ Ադրբեջանը։ Դեռ 2023-ին Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը որոշել էին համատեղ կառուցել Ռեշտ-Աստարա երկաթուղային գիծը։ Ավելին, Ռուսաստանը պատրաստակամություն էր հայտնել դրա կառուցման ֆինանսավորման առյուծի բաժինն ապահովել։ Իրանն իր տարածքում Ռուսաստանին էր հանձնել Ռեշտ-Աստարա կառուցվելիք երկաթուղային գծի 35 կիլոմետրանոց հատվածը շինարարության համար։ Երկաթուղու համար հողերի ձեռքբերման գործընթացը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև հաջորդ տարվա մարտը։ Շինարարության ավարտից հետո կանխատեսվում է, որ երթուղին կապահովի տարեկան մինչև 15 միլիոն տոննա բեռի թողունակություն։ 162 կիլոմետրանոց Ռեշտ-Աստարա հատվածը պետք է կապի Իրանն ու Ադրբեջանը եւ դառնա հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը։ Ռուսաստանին լրացուցիչ մուտք բացելով դեպի իրանական նավահանգիստներ, իսկ այնտեղից դեպի մերձավոր արևելքի եւ Աֆրիկայի երկրներ։ Ադրբեջանական լրատվամիջոցները սակայն հայտնում են, թե շինարարական աշխատանքները ռուսական երկաթուղիները չի իրականացնի։ Այդ աշխատանքները նախատեսում են կատարել իրանցի կապալառուները։ Վերլուծաբանները հայտնում են, որ Ռուսաստանը նախատեսում է վերանայել այդ նախագծում իր դերը։ Կրեմլը հնարավոր է համարել նվազեցնել դրա առաջնահերթությունն իր օրակարգում, եւ Մոսկվան չի բացառում, որ արևմտյան երկրներից Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցների ճնշման ֆոնին Ադրբեջանը աստիճանաբար հեռանա այդ նախագծից։ Բացի այդ, ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցման համատեքստում միջանցքի նկատմամբ Բաքվի հետաքրքրությունը կարող է թուլանալ։ Լավ չեն հարաբերությունները նաև Իրանի եւ Ադրբեջանի միջև, որքան էլ որ դա փորձում է թաքցնել ադրբեջանական կողմը։ Ակներեր է դառնում, որ խնդիրներ կան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որքան էլ որ փորձում են դա թաքցնել, բայց միևնույն է այդ խնդիրները կան, գոյություն ունեն եւ Ադրբեջանը ինքը նաեւ վտանգներ է տեսնում Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ այստեղ ինքը փորձում է քողարկիչ մեթոդներով նաեւ իր անվտանգության բարձիկները բարձրացնել։ Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարվածության ֆոնին տեղեկություն տարածվեց, որ Օվերչուկն առաջիկա օրերին նախատեսում է այցելել Ադրբեջան։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը Բաքվում մասնակցելու է Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը։ Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվեցին, երբ ամռանը Եկատերինբուրգում ձերբակալվեց ադրբեջանցի 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է 2 մարդ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների եւ սպանության փաստով։ Եկատերինբուրգի դեպքերից հետո Օվերչոկի հունիսի վերջին նախատեսված այցը Ադրբեջան չեղարկվել էր։ 2024-ի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի ենթարկվել ադրբեջանական ավիաուղիների ուղևորատար օդանավը, զոհվեց 38 մարդ, աղետի պատճառը ըստ ադրբեջանական կողմի
ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։ Անկախ բոլոր հանգամանքներից, թեպետ շատ ենք սիրում Երևանը, պետք է խոստովանենք, սակայն որ այսօր մեր մայրաքաղաքը բազում խնդիրների առաջ է կանգնած։ Երևանի տարեդարձին ընթരാճ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ուղերձն է մեկուսարանից։ Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները, դրանք ցավոք շատ են։ Ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածք։ Իրավիճակը իհարկե անհույս չէ, մեր ձևով շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական եւ առողջապահական կենտրոն, հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով եւ բարձրակարգ բժշկությամբ, շարունակում է ազգային բարերարը։ Ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների եւ մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք համահայկական մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու եւ աշխատելու համար հարմարավետ քաղաք։ Կմշակվի շենքերի բակերի եւ ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով։ Մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած որ դրսում 21-րդ դարն է։ Կարապետյանն ամփոփել է, անելու են այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն զարգացման առումով նոր նվաճումներին, խոշոր ծրագրերին, աշխարհի լավագույն մայրաքաղաքների օրինակով։ Ուղերձն այս անգամ էլ ավարտել է ավանդականով, անելու ենք մեր ձևով։ Զբոսավար ուղեկցորդները, զբոսաշրջային ավտոբուսները, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություններն ու տեղեկատվական կենտրոնները կորակավորվեն։ Այսպիսով կապահովվի մատուցվող ծառայությունների թափանցիկությունը, զբոսաշրջիկները կստանան որակյալ ընտրության հնարավորություն։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունում որակավորված է ընդամենը 1 հյուրանոց, ուստի նոր որոշումը պետք է բարձրացնի շահագրգռվածությունը, որպեսզի առավել մեծ թվով հյուրանոցներ ձգտեն որակավորում ստանալ։ Այս վարակայում արդեն զբոսաշրջիկը համոզված կլինի, որ Հայաստանում գործում են միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր ծառայությունները, կոնկրետ հյուրանոցների մասով, հյուրանոցային տնտեսության օբյեկտների մասով։ Այնպես չէ, որ հիմա հանրապետությունում գործող հյուրանոցային ծառայությունները ցածր որակի են, պարզապես ճանաչելի չեն օտարերկրյա զբոսաշրջիկին։ Միջազգային որակավորում ստանալու դեպքում հյուրանոցները առավել վստահելի ու պահանջված են դառնում զբոսաշրջիկների համար։ Որակավորումը հյուրանոցային տնտեսության օբյեկտների երկու փուլով է լինելու։ Առաջին փուլում հյուրանոցային տնտեսության օբյեկտը դիմելու է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց միավորում եւ ստանալու է նախավորակավորման վկայական եւ որակավորման կարգ է շնորհվելու վերջինիս, այնուհետեւ երկրորդ փուլի ընթացքում նախավորակավորման վկայական արդեն կհաստատվի զբոսաշրջության կոմիտեի կողմից եւ որակավորման կարգի շնորհումը եւս արդեն վերջնական կհաստատվի կոմիտեի նախագահի հրամանով։ Այն հյուրանոցները, որոնք չեն համապատասխանում որակավորման չափանիշներին, հնարավորություն կունենան միջազգային կազմակերպության հետ համագործակցելով բարելավել ծառայությունների որակը։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը կամավոր է։ Արարատի մարզի Հովտաշեն գյուղ մտնելիս անմիջապես առաջինը ինչ նկատում եք աղբի բուրգերն են։ 10-ից ավելի աղբաման է տեղադրված, բոլորը լիքը, ավելին դրան շուրջ բոլորը հակասանիտարական վիճակ։ Հոտը սպանում է։ Հակասանիտարական գարշահոտ վիճակ է տիրում։ Կանոնավոր աղբահանության պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում գյուղացիները աղբի բուրգերը վերացնելու ու տարածքը մաքրելու համար։ Սա կամ այս շուկայի տնօրինությունը պետք է անի կամ Արտաշատի քաղաքապետարանը։ Լրի մաքրվել է։ Իսկ Արեբունի վարչական շրջանի Բուրնազյան փողոցում ամբողջությամբ մաքրել են աղբամանների կողքին կուտակված շինարարական ու կենցաղային աղբը։ Այսօր լրատվական ու Շամշյանքում օրերս էին անդրադարձել այդ խնդրին։ Ամբողջ տարածքը մաքրվել է, բավականին օպերատիվորեն արձագանքել են հրապարակմանը, մաքրել են տարածքը, հեռացրել են այդ ահագին կուտակված աղբը։ Տարածքում մաքրություն է ու կոկիկ պատկեր, հերթը հիմա քաղաքացիներինն է այդ ամենին սրտացավ ու հոգատար վերաբերվելու համար։